Մենք տղաներ սցենարը փոխենք մի տեսակ շատ նման է, ամեն բան, ստորակետը, կետը։ Հիմա էլ պիտի խնդրենք սցենարը փոխել, որովհետև չի գործում։ Այո, հնարավոր է վաղն էլ արտահերթ լինի, որովհետև ավականու նիստին շատ կարևոր հարցեր կան ներգրավված, 48 փողոցի սուբվենցիայի համար պիտի դիմենք, 2 հողակների սուբվենցիայի համար պիտի հայտ ներկայացնենք, այնտեղ մի շարք հողակներ կան, որոնք խնդիր ունեն եւ դրամական աջակցություն եւ գումարներ պիտի տրամադրենք, մի շարք գյումրեցիներ քաղաքաշինության հետ կապված խնդիրներ ունեն, որոնց պիտի էլի համաձայնություն տանք, որ մարդիկ ապրեն, շարունակեն իրենց գործը, այսինքն ուղղակի մի քաղաքական ուժի կապրիզի արդյունքում մենք թույլ չենք տալու, որ Գյումրիում կյանքը ուղղակի կանգ առնի։ Այս սցենարը չի գործում, մենք Հիմա Տիկին Կասպարյան, վստահ լինենք, որ եթե նիստը կայանա եւ ձեր մյուս անդամը վերցնի, հա, ավականու մանդատը, բայց այստեղ գալիս է արդեն հաջորդ նիստի օրը որոշելը, որը չորոշվեց, կարծես թե, եւ այնտեղ գնում են արձակուրդի, հա։ Տեսեք, արտահերթ նիստը մենք առաջիկայում կունենանք, արտահերթ նիստով կփակենք այս հարցը եւ այդ տնտեսական հարցերը կկարգավորենք եւ արտահերթ նիստի ժամանակ արդեն կորոշվի հերթական նիստը։ Հերթական նիստի օրը նախապես նախանշված էր այս նախագծում։ Սեպտեմբերի 15-ին է լինելու, այսինքն ըստ կանոնակարգի ավականին գնալու է արձակուրդ հուլիս եւ օգոստոս ամիսներին, բայց ըստ անհրաժեշտության կոնկրետ մեր ընդդիմության հատվածը միշտ է դիմել, միշտ է ասել կառավարիչներին, որ ցանկացած պահի, եթե զգում եք, որ արտահերթի կարիք կա, մենք խնդիր չունենք, մենք քաղաքում ենք, մենք պատրաստ ենք հանուն քաղաքի։ Այսինքն այդ մեկ մանդատի հարցը, եթե հիմա լուծվի, նշանակում է ավականու քվորումը կապահովվի։ Այո, մեկ մանդատի հարցը լուծվում է այսօր 14:30-ին։ Այո, սա ուղղակի հերթական անգամ գյումրեցիների մոտ, սա տեխնոլոգիայի ցույց տալ, որ տեսեք, չստացվեց, շատ մոտ է այդ անխոր ճնշումը եւ այլն եւ այլն։ Սա ուղղակի զուտ է հետապնդում։